Մոդել դերասանուհի Անիտա Հարությունյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, գաղտնիք չէ, որ վերջինս ժամանակ առ ժամանակ այս կամ այն իրադարձության վերաբերյալ իր խոսքն ու կարծիքն է արտահայտում։ Անիտան երբեմն նաև կոպիտ է լինում այս դեպքերում։ Անիտա Հարությունյանն անդրադարձել է օրեր շարունակ համացանցում ամենաշատ քննարկվող թեմային, այն է պարուհի Էլեոնորա Պետրոսյանի ամուսնալուծությանը։ Մոդելն ինստագրամյան հարթակում մի քանի սթորիով է հանդես եկել, այդպիսով խոսելով, քննադատելով մարդկանց, ովքեր առանց ճանաչելու Էլեոնորային փորձում են ցեղ շպրտել նրա վրա։ Նա չի հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ իրենց տանը նստած մեկնաբանություններ գրել, վատ խոսքեր գրել երկու երեխաների մայրիկին, առանց իմանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Արդեն մի քանի օր է հետևում եմ, թե ինչ է կատարվում համացանցում, թե ինչպես են համացանցի հատկապես կինօգտատերերը խոսում, մեկնաբանում փլուզված ընտանիքն ու որ ամենակարևորն ու ապշեցնողն է, ինչպես են հայր-մայրերը ցեղ շպրտում երիտասարդ մոր վրա, առանց իմանալու, թե իրականում ինչ է եղել։ Մարդիկ ամենալավը կարողանում են քննադատել, քարկոծել, բամբասել ու վատաբանել, չեն էլ ուզում իմանալ, թե ինչ է եղել իրականում։ Ես միայն մի բան կասեմ, փորձեք խոսելուց ու մեղադրելուց առաջ հասկանալ, թե ով որքանով է մեղավոր։ Արդեն որերորդ ընտանիքն է փլուզվում ամուսնու դավաճանության պատճառով։ Միգուցե ակումբների անբարոյական երգչուհիներին քննադատեք, ովքեր ամիսը մեկ տուն են քանդում։ Այս պահին դեռ այսքանն եմ խոսում, խորհուրդ տալով զերծ մնալ անմեղ կնոջն ու երկու փոքր երեխաների մորը անիմն մեղադրանքներ ու որակումներ տալուց։ Անիտա Հարությունյանի ինստագրամյան հրապարակումները հաջորդիվ առանց մեկնաբանության։ Բարի հանգստյան օրեր բոլորիս, ելույթով հանդերձ չէի գա, եթե չնկատեի, որ այսօր համացանցի կորիզը դարել է Էլեոնորան պարուհի, քննարկման առարկա են դարձրել խեղճ մորը, աղջկան։ Դե դա հասկանալի է, որտեղ մեր Հայաստանի մենթալիտետը մարդկանց այդքան լավ չի զարգացել, որ չներխուժեն մարդկանց անձնական կյանք։ Տղամարդու մասին ոչինչ չեմ խոսում, տվյալ վերցնեմ դնեմ մի կողմի վրա կամ շպրտեմ մի կողմի վրա, որ թույլ է տվել իր երեխաների մոր նկատմամբ նման համացանցը, նման բուռն քննարկման առարկա դարձնի, չմտածելով իր երեխաների ապագայի մասին։ Ինչևէ, ինչ եմ ուզում ասեմ, պատմությունը շատերին հայտնի է։ Ուզում եմ հարցս հղել հիմա Ուզում եմ հարցնեմ, ինչի մի անգամ չեք քննարկում տղամարդ տեսակը, հա? Քննարկում եք մի աղջկա, ով երկու երեխաների մայր է, կայացած։ Այսօր Հայաստանում շատ քչերն են, որ կարող են կայացած կին լինել։ Լավ անում, ինչ անում է։ Լավ տղամարդու կողից կինը չի գնում։ Դա մեկ։ Ես զարմանում եմ նույնիսկ, որ Էլեոնորան հարցազրույցում իր տղամարդուն դեռ պատվով ներկայացրեց, վիրավորական ոչինչ չասեց։ Այդ է կարելի է ողջունել, այս իսկական մայրը, իսկական կինը էդ է, որ որքան էլ իր տղամարդը տրյապկա է, եղե, քարշա եկե պուտանկեքի հետ, դավաճանել է մարդուն, սաղսը գիտեք պատմությունը, բայց մարդ իր տղամարդուն չգցեց, այդ խետի չեք քննարկում, կամ ինչի չեք քննարկում, մեր երկրի պուտանկեքը, այդ 100,000 դրամանոց յակոբը ցիվիլ պուտանկեքը են կարգի են, լրփցել, հղպվել, հոռացել, որ արդեն մտել են ընտանիք, տուն են քանդում, իրենց մերերի ու քրերի հետ, արդեն երկու երեխու վիզ են ծուր թողում, ինչի քննարկում այդ խեղճ աղջկան, հա? Մարդ իշկա պիտի ների, հա բա, որ մի տղամարդը, որ տուն չեկավ օրերով, ամիսներով, լրփերի հետ քարշ եկավ, բա ինչ պիտի աներ, բա պիտի բաժանվեր։ Հիմա որ երևի այդ աղջիկը իր անձնական կյանքը դասավորի, փորձի դասավորը, որտեղ ջահել տեսքով սիրուն աղջիկա, կասեք էդ էր։ Հարգելի չկայացած օրիորդներ համացանցի, Էլեոնորայից վառված աղջիկներ, դուք միշտ էլ եք դրել եք քննարկում եք այդ խեղճ աղջկա տեսքը, քիթը, շուրթերը, ինքն իր մարմինը կուզիք մեծացնի, կուզիք փոքրացի, ձեզ ինչ, ձեզ ով է իրավունք տվել մտնեք մարդու անձնական կյանք, դուք անձնական պատմությունը գիտեք,
հա, բա լրբերին խիչ եք կպնում, որ որերորդ տունն են քանդում, որերորդ լավ տղու անունն է համացանցում լրատվականներում ֆռում հենց տվյալ լրբերի պատճառով, բա իրանց խիչ եք քննարկում, հա? Այ քեզ բան, լավ տղամարդու կողից կնիկը չի գնում, ասեմ իմանալ, ոչ էլ ընկերուհին ա լքում, լավ տղամարդ լիներ, կարար այդ ամեն ինչը սիրուն աներ, նույնիսկ եթե լրբազգիների հետ լրբնում էր, պուտանկեքի հետ քարշ էր գալի, կարար շատ ցիվիլ ակուրատնի աներ, հասկացանք, մեր հայ տղամարդիկ սիրում են տենց, աչ ու ձախ, թանաքամանի նման, նորմալ է դա նորմալ է մեր հայ տղամարդու տեսակետը, մի ժամանակ է քննարկում էիք Անդրեին Անին, ինչու չէ նաև ներխուժել եք նույնիսկ իմ անձնական կյանքը, քանի տարվա ընկեր ունեի, ինչի բաժանվեցին կամ ինչ եղավ, դուք էդ եք, համացանցի տառականներ, ես ձեզ այդպես եմ կոչում, ես խղճում եմ, որ մեր հայ ազգում կան այնպիսի աղջիկներ, որ ցեխ են շպուրտում դիմացի կնոջ դժբախտության վրա էլ ավելի, այո, շատ իդեալական մայր է և կայացած աղջիկ, ես հպարտ եմ, որ Հայաստանում ունենք այսպիսի կայացած մայրեր, կայացած աղջիկներ, որ կարողանում են իրենց ոտքերի վրա ամուր կանգնել, իսկ դուք տառականներ, մտեք, համացանցը տենց սկսեք կտկտցնել, ձերպես մի հատ լրագրող կար, գիշերցերեք նստում սենց կամպյուտերի վրա կտկտցնում է, դուք էդ եք, ձեր կյանքը անհետաքրքիր է, հորդորս բոլոր քաղաքացիներին վերջ տալ և այլևս չանդրադառնալ, որտև այստեղ խնդիր ունենք, այո, մայրը ճիշտ շեշտադրություն ճիշտ դրեց, ճիշտ նախադասության վրա, որ ունի 2 երեխա և չի ուզում իր 2 երեխաների ապագան խեղաթյուրվի ձեր նման տառականների գրածներով։ Երեխաներ կան այստեղ և հարգել երեխաների կյանքը և ճակատագիրը։ Այլապես ես ինքս եմ բոլոր գրություններն ուղարկելու մարդու իրավունքի պաշտպան, ինչու չէ նաև դատարան, բոլորիդ կոմենտները, վերջ տալ այդ աղջկա վրա ցեղ շպրտելուց, իսկ ամուսնուն ընդամենը մնում ասել հետևյալը, լրբազգիների հետ և իրանց մամաների քուրիկների հետ լրբանալիս, հիշի, որ այնպիսի պատվավոր կին ունես, որ պատվով պահեց քո անունը, դաժե քեզ չվիրավորեց, ես լինեմ 2 բառ էլ կճպոցնեի ճակատիդ։ Եվ բացի դա վերջ-վերջո դա քո երեխաների մերն է, ինքը քեզ պարգևել է 2 երեխա, դա մեծ հպարտություն է, դու պետք է այնքան տղատեսակ լինեիր, տղա լինեիր, լավ հայր լինեիր, այլ ոչ թե PR-իստ, նախկին կնոջդ անվան շնորհիվ, կարայիր հելներ ընդամենը համացանցում բերանները փակեիր, թողել ես համացանցի ինչքան ժեղ կա, հելելա քննարկում է քո ընտանեկան հարցը, երեխաներիդ նկարները ամբողջ համացանցով մեկ, բա դու տղա ես, չէ, դու տղուկ ես, դու լրբազգիների ու իրանց մամաների, իրանց քրերի հետ, որ քարշ ես գալի, հիշի, որ դու այնքան կրթված կին ունես, որ նույնիսկ այսքանից հետո քո անունը չգցեց, ասելիքս այսքանն էր, համենայն դեպս ես չէի կարող լռել, որովհետև խաղալով մի կնոջ մոր աղջկա ճակատագրի հետ, ես պատկերացնում եմ հիմա այդ աղջկա հոգեվիճակը, որովհետև նույն այդպես էլ խաղացել եք իմ անվան հետ, իմ անձնականն է քննարկե, ինչու իմ ընկերոջից բաժանվեցինք, ով բաժանեց, ինչ եղավ, ոնց եղավ, նույն հարցը քննարկել եք, հիշում եք, համացանցի տառականներ 3 տարի առաջ, լավ քննարկման առարկա եք դրել ինձ, անկախ նրանից դուք չպատկերացրեցիք, թե մարդը ինչ հոգեվիճակում կարա հայտնվի ձեր գրած արտահայտությունից, հələ ես մենակ էի, չունեմ երեխաներ, իսկ այստեղ գոյություն ունեն 2 երեխա, նույն տենց քննարկեցիք Անդրեի հարցը, ձեզ ինչի է թվում, որ դուք իրավունք ունեք մարդկանց անձնականը ներխուժեք, տրյապ կեք, վերջացրեք։